Մեր մեծերը ոնց են ասում, հանդի հացը համով է։ Հորական կողմով Իջևանից եմ, հորական կողմով Դիլիջանից եմ։ Ապրում եմ Հով գյուղում, ապրում եմ այստեղ, ապրում եմ Իջևան։ Ես ասես M4-ի վրա եմ։ Բարև ձեզ, ես Լևան եմ Դիլիջանից, ճամփորդի տնակի հիմնադիրը։ Եկեք այցելենք ճամփորդի տնակ եւ տեսնենք ինչ կա ներսում։ Գաղափարը ու անունը շատ շուտվանց կար։ Երազում էի ունենալ փոքր սրճարան։ Հետո զբաղվելով տուրիզմով, ուզում էի ունենամ տուրիստական կենտրոն, որ այս երկու գաղափարները ճիշտ միացնեի ու նաև դիմել էի հրամանշնորհի, որ շահեմ։ Պետք է կազմեի բիզնես պլան ու բիզնես պլանը կազմելու ժամանակ մտածում էի ինչը գրեմ՝ տուրիզմ, տուրկոմպանիա, տուրօպերատոր, թե նշեմ սրճարան, ասենց այդ երկու բաների մեջ լավ մտածելով, իհարկե ընկերներս էլ լավ օգնեցին այդ ժամանակ, որոշեցի այդ երկուսը միացնել ու ունենալ այն, որ հիմա ունենք ճամփորդի տնակ, ճամփորդություն եւ տնակ, որտեղ կհավաքվեն բոլորը։ Ճամփորդի տնակը ինքը իմ երազանքի ու նպատակի տնակն է, որտեղ բոլոր ճամփորդները կարող են գալ, հանդիպել, շփվել ու կարող եմ ասել, որ դա արդեն ստացվեց։ Ռուսներին, որ ստեղ են բնակվում, են գալիս են ուտում, ասում բանը, իմ տատիկիս պատրաստած գրեչկայի համեցա։ Ատուկ մի ընթաց գալիս էին ամեն օր գրեչկա ուտելու։ Ինքը իրական մեծ հարթակ դարձավ բոլոր զբոսաշրջիկների համար, ամենասկզբում հարթակ էր Հայաստան եկող ռուս զբոսաշրջիկների համար, ովքեր միանգամից տեղափոխվեցին Հայաստան եւ ինտեգրվելու լեզվի ճանաչության հետ կապված մենք որոշեցինք ստեղծել հայերեն լեզվի խմբակ ու այստեղ գրեթե կես տարի դասավանդում ենք հայերեն ռուս զբոսաշրջիկներին։ Կազմակերպեցինք բազմաթիվ գրքի քննարկումներ, ամեն ձմեռային շրջան մենք ունենում ենք ֆիլմի դիտումներ, պարտադիր ցուցադրում ենք եւ ամանորյա եւ ոչ ամանորյա ֆիլմեր, աշնանը ցուցադրում ենք աշնան թեմատիկայով ֆիլմեր ու այդ ամեն ինչը Դիլիջան համայնքի ներսում, որը տուրիստական լավագույն ուղղություններից է Հայաստանում։ Ճամփորդի տնակը տարբերվող սրճարաններից է, միակը չի, որ հաճախորդը կարա մի սեղանից գնա մի սեղանին նստի։ Ազատ սպասարկում է մեր մոտ հաճախորդի ու սպասարկման ոլորտում աշխատող մարդու միջև։ Ամենակարևորը մեր համար այդ մեր կողմից այն ջերմությունը փոխանցելն է հաճախորդին ու իր կողմից այդ հետադարձ ստանալը։ Պետք է բացեն, չի ստացվում հոտս, հիմա տալ եմ ասում եմ, sorry, բայց գինի դուրս բացել։ Բացիր նո գինին տալիս հաճախորդն ասում է sorry, բայց գինին դու ես բացել։ Դիլիջանում հնդկական խոհանոց չկա ու փորձեցինք ինչ-որ հետաքրքիր բան ստանալ մեր ընկերներից խորհուրդ հարցնելով, ինչպիսի կերակրատեսակներ կան, դրանցից ստեղծեցինք 2-3 կերակրատեսակ, հնդկական մասալաթեյը ու նաև կերակրատեսակներ։ Անցած տարի ունեցել ենք զբոսաշրջիկներ, ովքեր այցելել են Դիլիջան, ընտանիքով էին Հնդկաստանից են եկել, իրենք գալով մեր մոտ իմանալ, որ կան հնդկական կերակրատեսակներ, կերել էին ու այս տարի նորից եկել էին ու ասել էին, որ մենք պետքա գնանք հենց Դիլիջան այն սրճարանը, որտեղ մենք այդ հնդկական կերակրատեսակը պատրաստել ենք, որը ցենց շատ համով էր ու տիպիկ հնդկական էր։ Իրական փորձել ենք մաքսիմալ օգտագործել իրենց համունքները, ինչ ունենք մեր երկրում։ Բայց բացի դա փորձել ենք նաև ներկայացնել հայկական ազգային տիպիկ ու հատկապես տավուշին տիպիկ կերակուրներ, օրինակ ունենք կոնչոլը։ Կոնչոլը ինքը շատ սիրուն անուն ունեցող կերակուր է, բայց շատ հասարակ կերակուր է, ինքը հացով ապուր է։ Իրա մեջ գնում է հաց, կանանչի, ջուր ու մեջը կարող ավելացվի ձու կամ չավելացվի։ Ինքը sense շատ պարզ կերակուր է, պատրաստվում է չորահացից։ Կամ ունենք փիփերթով ապուր,
Դիլիջանի ծառի սնկովապուր, որը էլի փորձեցինք մեր լոկալ պրոդուկտները օգտագործելով ներկայացնել զբոսաշրջիկին, որ Դիլիջանում մենք ունենք այսպիսի ծառի սունկ, որը ինքը ամբողջ Հայաստանում է իհարկե, բայց անունը դուրս է եկել, որ Դիլիջանինն է, ունենք այսպիսի ծառի սունկ, որը որ դուք կարող գաք, փորձեք, հատկապես այն մարդիկ, ովքեր սունկ շատ են սիրում կամ արշավների ժամանակ հարցում են, «Էս ինչ սունկ է, էս ինչ սունկ է, էս ինչ սունկ է, էս ինչ սունկ է», այդ մարդիկ այդ սունկը ուտելով հասկանում են, որ հա, всё։ Այստեղ նաև նվեր ունենք բարձ, որը ամբողջությամբ կարպետով է գործված ու շատ կարևոր էր մեր համար ներկայացնել հայկական ազգային կարպետի նախշերը։ Դրա համար կարող ենք տեսնել նաև մեր սրահում մի քանի կարպետ, ոնց մեկն էլ սա է, ինքը ավելի շատ Սյունիքի նախշերն նման եւ այս կարպետի անունը Նունիկ է, ինքը մոտավոր 100 տարեկան է։ Այս խնոցին տատիկս խնոցին է եղել ու ներքևում այս կուշկարասին, տակառը այս ամբողջությամբ իր գույքն է եղել, որը որ տենց հիմա որպես ցուցադրություն տեղադրված է մեր մոտ։ Մյուս պատին այստեղ ունենք պաստառ, որը Դոն Կիխոտի նկարն է, հատված է ու դա մեր գրքի քննարկումներից մեկի ժամանակ ենք իրականացրել, որը մինչև հիմա մնում է։ Ու այստեղ ունենք գրքեր բազմաթիվ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հիմնականում ու այս բոլոր գրքերը մարդիկ կարող են վերցնել կամ փոխանակել կամ տանել տեղը ուրիշ գրք բերել կամ վերցնել, ընթերցել, հետ վերադարձնել։ Ինքը համ գրադարանի խնդիր է լուծում, համ նաև հիմա փորձում ենք ստեղծել մի նոր հարթակ, որտեղ զբոսաշրջիկները վերցնելով գիրքը, գնալով իրենց երկիր, կարող են գրքի տերը կարող իմանա, թե իր գիրքը որտեղ է եւ ու մոտ է։ Ու տենց էլի կապ ենք հաստատում մի զբոսաշրջիկի ու մյուս զբոսաշրջիկի միջև։ Մինչև մոտավորապես փետրվարի վերջ, մարտի սկիզբ մենք ամբողջությամբ զմերային թեմատիկայով ֆիլմեր ենք ներկայացնում ու ցույց տալիս մեր հյուրերին։ Ամբողջությամբ ինքը անվճար սկզբունքով հյուրերը գալիս են, նստում են, կարող են անգամ բան չպատվիրել, ուղղակի մեզ պետք է, որ ձմեռը քաղաքը sense ապրի կյանք ունենա, հանդինա իմ կողմից ստեղծված այսպես բրենդն է, հանդին մեր հանդերից հավաքած խոտաբույսերը, մեղրը եւ սերը։ Բոլորը մեկ փաթեթում ունենք մեղրի փաթեթներ, ունենք նաև թեյեր։ Այս բանին փորձում ենք թեյերը։ Տավուշում հանդ են ասում ու անունը որտեղ ծագեց, սկզբում բրենդը կոչվում էր RMT, բայց որոշեցինք, որ ինքը ավելի լոկալ լինի, ավելի ոչ թե նկարագրի ամբողջ Հայաստանը, հենց լոկալ տավուշը ու ինչ-որ բառ էր պետք, որ ասենք ու ընկերներով քննարկելուց ընկերներից մեկը լավ խորհուրդ տվեց, որ դնենք հանդի, իրան սենց մի քանի բանով կապեցին, քանի որ համ մեղր էր, համ թեյեր ու նաև ֆուդ կամ հանդի հաց, որովհետև մեր մեծերը ոնց են ասում, հանդի հացը համով է։ Ես հորական կողմով Իջևանից եմ, հորական կողմով Դիլիջանից եմ, ապրում եմ Հովգյուղում, ապրում եմ ստեղ, ապրում եմ Իջևան։ Ես սենց M4-ի վրա եմ ապրում եմ Սարերում, այս բոլոր խոտաբույսերը իրական հավաքում եմ հենց այնտեղից, ամենամեծ բանը Սարերում լինելու այդ այնտեղից հանգստություն ստանալն է։